Այսօր «Հարսնաձորի լեգենդը» սերիալը չի ցուցադրվի և դա ունի խորքային ու շատ կարևոր պատճառ։ Այս օրը պարզապես օրացույցի հերթական օր չէ, այն առանձնահատուկ նշանակություն ունի ամբողջ հայ ժողովրդի համար։ Ապրիլի 24-ը յուրաքանչյուր հայի համար ցավի, հիշողության և լռության օր է։ Այս օրը խորհրդանշում է ոչ միայն կորուստ, այլ նաև հիշողության պահպանման կարևորություն, արդարություն պահանջ և պատմության չմոռացվելու անհրաժեշտություն։ Այս պատճառով էլ հեռուստաալիքները, սերիալներն ու ժամանցային ծրագրերը դադարեցնում են իրենց սովորական եթերը։ Նույնը վերաբերում է նաև «Հարսնաձորի լեգենդը» սերիալին։ Այսպիսի նախագծերը, չնայած շատ սիրված են և սպասված, բայց զիջում են իրենց տեղը ավելի լուրջ, հիշատակի ու պատմական բովանդակություն ունեցող հաղորդումներին։ Դա հարգանքի նշան է զոհերի հիշատակի նկատմամբ։ Այսօրը մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին։ Ծաղիկներով ծածկված հուշարձանը դառնում է լուռ վկայություն այն մեծ ցավի, որը փոխանցվել է սերնդեսերունդ։ Հազարավոր մարդիկ թե Հայաստանում, թե աշխարհի տարբեր երկրներում միավորվում են նույն զգացմունքով՝ հիշել, չմոռանալ և պահանջել արդարություն։ Սա նաև ինքնության, միասնության և հիշողության հայեր է։ Հայերն ամբողջ աշխարհում և տարբեր երկրներում ապրելով այս օրը զգում են իրենց միասնականությունը։ Դա մի օր է, երբ անձնական խնդիրները, նույնիսկ ամենահետաքրքիր սերիալների սյուժեները երկրորդ պլան են մղվում։ Այդ պատճառով «Հարսնաձորի լեգենդը» սերիալի բացակայությունն այսօր լիովին հասկանալի է։ Սերիալի լարված իրադարձությունները, Սաքոյի պատմությունը, Սոնայի վիճակը, Արմոյի հնարավոր բացահայտումը կշարունակվեն հաջորդ օրերին, բայց այսօր ուշադրությունն ամբողջությամբ կենտրոնացած է պատմության վրա, հիշողության վրա։ Եվ գուցե հենց այս դադարն էլ մի փոքր փոխում է դիտողի ընկալումը։ Երբ վերադառնանք սերիալին, այն կշարունակվի նույն լարվածությամբ, բայց այսօրվա լռությունը մեզ հիշեցնում է, որ իրական պատմությունները, իրական ցավերը շատ ավելի խորն է, քան ցանկացած սցենար։ Այսօր հիշում են լուռ, ծանր, բայց արժանապատիվ։ «Հարսնաձորի լեգենդը» սերիալը այժմ հասել է իր ամենաթեժ և լարված փուլին, որտեղ յուրաքանչյուր սերիա կարծես մոտեցնում է հանդիսատեսին մեծ ու անխուսափելի հանգուցալուծմանը։ Սյուժեն այլևս պարզապես զարգացող պատմություն չէ, այլ բարդ շղթա իրադարձությունների, որտեղ յուրաքանչյուր հերոսի քայլ կարող է ճակատագրական լինել։ Սաքոյի շուրջ տեղի ունեցող զարգացումները շարունակում են մնալ ամենաինտրիգայիններից։ Այսքան ժամանակ նրա վատ ինքնազգացողությունը, հալյուցինացիաները և հոգեկան անկայուն վիճակը շատերի համար անհասկանալի էին, սակայն հիմա գրեթե պարզ է դառնում, որ դա պատահական չէր։ Արմոյի կողմից դեղերի փոխելն ամբողջությամբ պատմությանը տալիս է լրիվ նոր իմաստ։ Սաքոն փաստորեն դարձել է զոհ, չիմանալով, որ իրեն ուղղակիորեն վնասում են։ Նրա ապրումները, որոնք երբեմն թվում էին անհավանական կամ չափազանցված, իրականում եղել են դեղերի ազդեցության հետևանք։ Սոնայի հետ տեղի ունեցած դեպքը դարձավ այս գաղտնիքի բացահայտման հիմնական բանալին, երբ նա պատահաբար խմեց այն ջուրը, որի մեջ լուծված էր նույն դեղը և անմիջապես հուշագնաց եղավ։ Նա դարձավ ապացույց, որ խնդիրը ավելի լուրջ է, քան թվում էր։ Այդ պահը ոչ միայն դրամատիկ էր, այլ նաև ճշմարտության բացահայտման սկիզբ։ Մեծ հավանականությամբ առաջիկա սերիաներում կտեսնենք, թե ինչպես է այս ամենը բացահայտվում։ Բժիշկների միջամտությունը, Սոնայի վիճակի ուսումնասիրությունը, Սաքոյի պատմության վերանայումը կարող են բերել մեկ եզրակացության՝ Արմոն է կանգնած այս ամենի հետևում, և այդ բացահայտումն անկասկած լինելու է սերիալի ամենաուժեղ պահերից մեկը։ Սոնայի ճակատագիրը նույնպես շատերին է հետաքրքրում։ Չնայած նրա վիճակը ծանր է ներկայացվում, տրամաբանական է ենթադրել, որ նա կփրկվի։ Սաքոն արդեն երկար ժամանակ է օգտագործում այդ դեղերը և թեև տառապում է, բայց ողջ է։ Սա նշանակում է, որ Սոնայի ուշագնացությունը, որքան էլ վախեցնող լինի, հավանաբար ժամանակավոր հետևանք է։ Նրա վերականգնումը կարևոր է ոչ միայն մարդկային առումով, այլ նաև որպես սյուժետային զարգացում, քանի որ նա կարող է դառնալ գլխավոր վկան։ Արմոյի կերպարն այս փուլում դառնում է ամենաբարդ և ամենահակասականներից մեկը։ Եթե մինչ այժմ նրա գործողությունները լիովին հասկանալի չէին, ապա այժմ նա հայտնվում է որպես հիմնական հակառակորդ։ Բայց դեռ հարց է՝ ինչու նա դա արեց, ինչն էր նրա նպատակը, արդյոք դա կապված է իշխանության, խանդի, վրեժի կամ ավելի խոր անձնական պատճառների հետ։ Այս հարցերը դեռ սպասում են իրենց պատասխաններին։ Միևնույն ժամանակ Նարեի տեղափոխվելը Լալայի մոտ բերում
բերում է սյուժեի մեջ մի փոքր հանգստություն, բայց նաև նոր շերտ։ Լալայի կերպարը շարունակում է մնալ սերիալի ամենաուժեղ հենասյուներից մեկը, նրա պայքարը թե որպես մայր, թե որպես մարդ շարունակում է հուզել հանդիսատեսին։ Նրա տան դռները բաց են նրանց համար, ովքեր օգնության կարիք ունեն, բայց միևնույն ժամանակ նա ինքն էլ դեռ կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։ Ընդհանուր առմամբ, «Հարսնաձորի լեգենդը» սերիալը հիմա հասել է այն կետին, որտեղ բոլոր սյուժետային գծերը սկսում են միավորվել։ Սաքոյի դեղերի պատմությունը, Սոնայի միջադեպը, Արմոյի գաղտնի գործողությունները շարժվում են դեպի մեկ ընդհանուր հանգուցալուծում։ Դիտողներին սպասվում են շատ հուզիչ, լարված և անակնկալներով լի սերիաներ։ Եվ ամենակարևորը այն պահն է, երբ ճշմարտությունը վերջապես ամբողջությամբ կբացահայտվի, և յուրաքանչյուր հերոս կկանգնի իր ընտրության հետևանքների առաջ։